Ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը եւ անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման, օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց։ Իսկ ինչով է պայմանավորված այս հանգամանքը։ Արմնու լրատվականին հայտնի դարձավ, որ օրինակ սպառապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը Արմեն Սարգսյանը, ով պաշտպանության նախկին նախարար Սերան Օհանյանի խորհրդականն է, դատի է տվել ոստիկանությանը։ Մեզ հայտնի դարձավ, որ նա դատարանից պահանջում է որպես պարգև տված եւ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող բերետատեսակի 9 մմ տրամաչափի զենք նարգրավելու եւ մալելու գործողությունների կատարումի ձեռնպահ մնալուն պարտավորեցնել։ Բանն այն է, որ զենքի շրջանառության մասին օրենքում փոփոխություններ տեղ ունեցան, մասնավորապես զենքի մասին 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ 246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր էին Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր եւ զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ։ Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենք Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում էր եւ վերադարձնում տիրոջը։ Դատելով իրավիճակից բոլոր նրանք, ովքեր օրենքի այս կետերին չեն ենթարկվում, ասել է, թե մինչև 2025 թվականի հունիսի 1-ը գործընթացի միջով չեն անցել, ներքին գործերի նախարարությունը որոշում է նրանց ձեռքերն արգրավել եւ մալել, ինչի արդյունքում վերջիններս դիմել են դատարան փորձելով փրկել իրենց պարգևատրում ստացած զենքերը։ Ինչով կավարտվի այս գործընթացը, հետևեք մեր հրապարակումներին։ Արմեն Սարգսյանից հետո կան այլ պաշտոնյաներ, որոնք եւս դատարանում զենքերը փրկելու մասով կռիվ են տալիս։